Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Վոլոդիմիր Զելենսկին այժմ չունի հաղթաթղթեր Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցային դիրքորոշման մեջ։ Ես շատ ծանր խոսակցություն եմ ունեցել Զելենսկու հետ, քանի որ ինձ դուր չեկավ նրա ասածները։ Ես միշտ ասել եմ, որ նա հաղթաթուղթ չունի, եւ իրոք նա չունի, հայտարարել է Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների շարունակման եւ Մոսկվայի ու Կիևի միջև երկխոսության ուղիների պահպանման համար։ Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կողմերի միջև բանակցությունները շարունակելու եւ նրանց միջև երկխոսության ուղիները բաց պահելու համար։ Նա նշել է, որ Թուրքիայի գլխավոր երազանքը խաղաղության բանակցությունների հստակ արդյունք ստանալն է, հավելելով, որ Անկարան պարզապես կոչ չի անում դադարեցնել հակամարտությունը, այլ միջնորդի դեր է խաղում եւ փող է նախապատրաստում բանակցային գործընթացի համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան շարունակելու է ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում հրադադար հաստատելու նպատակով։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան եւ ես հաստատակամորեն աջակցում ենք ձեզ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի։ Մեր անմիջական առաջնահերթությունը կրակի լիակատար եւ անվերապահ դադարեցումն է։ Հենց այդ պատճառով էլ մենք շարունակում ենք մեծացնել ճնշումը, որպեսզի Պուտինին նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ, ասել է ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով Եվրոպական միությունը շարունակում է սահմանել կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր է, եթե երկու երկրների պատվիրակությունները հասնեն որոշակի համաձայնությունների, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նաեւ նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են եւ պետք է փակ ռեժիմով շարունակվեն։ Երեք Ստամբուլում 3 տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններ անցկացրին։ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը ղեկավարում է ռուսական պատվիրակությունը, հայտարարել է, որ Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են ներկայացնել հրադադարի հնարավոր հաստատման վերաբերյալ իրենց տեսլականը։ Ուկրաինայի սահմանամերձումի շրջանում մարդատար ավտոբուսի վրա ռուսական հարվածից 9 խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է Ազատության ուկրաինական ծառայությունը։ Ռուսաստանը անօթաչուով խաղաղ բնակիչների է թիրախավորել խաղաղության շուրջ ռուս-ուկրաինական բանակցություններից մի քանի ժամ անց։ Ուկրաինայի ոստիկանության փոխանցմամբ ավտոբուսի եւս 4 ուղևոր վիրավորվել է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուժի կիրառման մասին հայտարարություններին, կշարունակի բանակցությունները Վաշինգտոնի հետ, բայց երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իր իրավունքից։ Մի կողմից Թրամփը խոսում է տարածաշրջանում խաղաղության մասին, մյուս կողմից նա սպառնում է մեզ եւ պնդում, որ ունի աննախադեպ բռնության գործիքներ։ Նրա որ խոսքերին պետք է հավատալ խաղաղության մասին խոսքերին, թե մարդկանց սպանություններին եւ ոչնչացման մասին։ Մենք պատերազմ չենք փնտրում, բայց երբեք չենք վախենա սպառնալիքներից։ Մենք կբանակցենք, բայց երբեք չենք հրաժարվի մեր նվաճումներից ռազմական, գիտական եւ միջուկային ոլորտներում, նշել է Փեզեշքյանը։